Ամբողջ քպեական խումբը խոսում է, խումբ չասեմ, ներողություն, պատգամավորական թիմը խոսում է ամեն ինչից շեղելով Հայկ Կոնջորյանի եղբոր փաստերը, շեղում է, երբ որ խոսում է, չգիտեմ, իմ կնոջից, չգիտեմ ինչից, բայց եկեք մի բան արձանագրենք, 23 թվականին Հայփոստը աշխատել է պլյուսով, 104 միլիոն շահույթ է գեներացրել, Կոնջորյանի կինը ըստ բաց ինֆորմացիայի 24 թվականին նշանակվել է տնօրեն, ճիշտ եմ թե չէ։ Ձեն չկա, ուրեմն ճիշտ եմ։ 24 թվականին արդեն 1 միլիարդ 390 միլիոն մինուսով է աշխատել։ 25 թվականին 523 միլիոնով։ Նույնիսկ եթե մենք նայում ենք, որ մինուսով գնում է մի տարի միլիարդ, դրա տերը վերջումով է, պետությունն է։ Մի հատ ուրիշ փաստ ասեմ, 19 թվականին աշխատանքային ֆոնդը եղել է 700 միլիոն։ Հիմա գիտեք ինչքան է։ 1.3 միլիարդ։ 1.3 միլիարդ, ձեր կինը ներողություն, որ ասում եք բարձր աշխատավարձ է ստացել, 24 թվականին Հայփոստից ստացել է 11 միլիոն աշխատավարձ ու պարգևավճար, հավասարեցված գումար, ու մեկ էլ այլ եկամուտ 5.1 միլիոն, այլ եկամուտը կներեք որն է, եթե իմ փոխարեն 1000 ներողություն ընդելներ Նիկոլ Փաշյանը, կասեր ռեկետ եք անում, բայց ես ինձ թույլ չեմ տա տենց բան ասեմ, անկեղծ։ Պարոն Կոնջորյան, հրապարակվեց փաստաբանն ասեց, որ այն ընկերությանը, որի հետ կապվում է ուղիղ ձեր եղբայրը հայտնի պատմությունները, միլիոն մայնինգի սեփականատերերը, պարոն Կոնջորյան, ձեզ եկի ասել են, որ ձեր եղբայրը առերևույթ խարդախությամբ է զբաղվել, առերևույթ։ Հրապարակորեն ասում եմ իր փաստաբանի տվյալները։ Ասում էր տան վաճառքի գինը մենք սահմանել ենք, ընդունենք 450,000, եկեք խնդրելա որ 440 լինի կամ 430, 10,000 դրամը վերցրել է իրան։ Ես հրապարակայնորեն չտեսա որ դուք դա հերքած լինեք, հերքում եք մի հատ եկեք հերքեք, բայց եկեք հասկանանք ձեր եղբոր ֆենոմենը։ Եթե նախորդ իշխանությունների տարիներին մեկի եղբայրը բարձր պաշտոնյա, այս պարագայում նաև քաղաքացիական բարձր պաշտոնյա ձեր պարագայում, զրկված էր վարորդական վկայականից, մի քանի ամիս հետո տային այդ մարդուն, ու նորից գործեր հարուցվեր, ո՞նց կգնահատեիք դուք դա, ո՞նց, կամ ուրիշ բան ասեմ, պարեկների ներկայությամբ ձեր եղբայրը ամենավերջի սեռական բնույթի հայհոյանքները մարդու տան դիմաց տալով գնում է, ես չտեսա, որ քպեականներից ինչ-որ մեկը դրա գնահատականը տար, ասեր գիտեք ինչ կա ժողովուրդ, ներողություն,